Դարեր շարունակ հայ մարզիկները մշտապես աչքի են ընկել իրենց բասկի զորությամբ։ Նորանկախ Հայաստանի 20-ամյա կենսագրության ընթացքում մարզական արտասովոր ռեկորդներ արձանագրած անձիկ իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել դյուցազնագիրք կոչվող ձեռնարկում։ Իր տեսակի մեջ եզակի այս գիրքը հրատարակվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Դյուցազնագրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր պարոն Ծառուկյանի շնորհիվ մենք ունեցանք մի գիրք, որը աշխարհում առաջինն է, այսինքն ազգային դյուցազնագիրք, որտեղ միայն հայ որդիները եւ դուստրերը սահմանել են տարբեր ռեկորդներ եւ գրանցվել են թե մեր դյուցազնագրքում եւ թե Գինեսի ռեկորդների գրքում։ 65 դյուցազունների կողմից արձանագրված 134 ռեկորդ է զետեղվել Հայաստանի դյուցազնագրքում։ Իդեպ նրանցից 9-ը ընդգրկված են նաև Գինեսի ռեկորդների գրքում։ Մեր օրյա հերոսներից շատերը ներկա էին գրքի շնորհանդեսին։ Գագիկ Ծառուկյանը կարևորելով կատարված աշխատանքը խոստացավ հետագայում նույնպես աջակցել նմանատիպ ձեռնարկների հրատարակմանը։ Մենք այսքան դյուցազուններ ունենք, որոնք Գինեսի գրքում գրվում են, իհարկե դա պատմություն է։ Իհարկե անհրաժեշտ է, որ այդ գրքերը լինեն։ Մենք միասին կազմակերպել ենք դա, որ մեր բոլոր հայ դյուցազունները Գինեսի ռեկորդակիրները, որ այդ գրքում կան, եւ իմացեք, որ սրանից հետո միշտ գրքերը կթարմացվեն։ Ամենակարևորը մենք առավել ինչ-որ բան չենք անում։ Հիմնական մեր աշխատանքն են կատարում, որ մարզաձևը, սպորտը ավելի մասսայական լինի, որ մեր երիտասարդները, մեր երեխաները կարողանան պարապել, առողջ մարդիկ լինել, պիտանի մարդիկ լինեն, ուժեղ լինեն, գեղեցիկ լինեն, իսկ ուժեղ մարդը միշտ էլ արդարացի է լինում, միշտ էլ ներող է լինում, միշտ էլ գնահատող է լինում։ Բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի ներդրումը դյուցազնագրքի կյանքի կոչման գործում, դյուցազնագրքի ղեկավար Վարդան Թովմասյանը շնորհակալագիր եւ հուշանվեր հանձնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին։ Հայոց ազգային մեծն բարերարին դյուցազունների համար առաջին դյուցազնին։ Շատ զգացված եմ ուշադրության համար, վերաբերմունքի համար, որը մեկ անգամ եւս ինձ պարտավորեցնում է ավելի ուշադիր լինել եւ ինչ որ արել ենք ավելի շատ անենք։ Խորին իմ շնորհակալությունը ձեր բոլորին, որ զգացված եմ եւ պարտավորված եմ այդ վստահությունը, այդ հավատքը պահել պահպանելու։ Շնորհակալություն։ Հայրենական սպորտի ղեկավարին շնորհակալագիր հանձնեցին նաև Հայաստանի հսկաների ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Իդեպ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մեր հսկաների ֆեդերացիայի մարզիկները հաջող են հանդես եկել Բելարուսում կայացած միջազգային մրցաշարում։ Հայաստանի դյուցազնագրքի ղեկավար Վարդան Թովմասյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջիկայում դյուցազնագրքի հիմնադրամ է ստեղծվելու, որը նպաստելու է մարզական արտասովոր տվյալներով օժտված մարդկանց բացահայտմանը։ Գագիկ Ծառուկյանն անմիջապես արձագանքելով այդ նախաձեռնությանը հիմնադրամի հաշվին 4 միլիոն դրամ փոխանցեց։ Հիմնական դյուցազների գործունեությունը պետք է լինի մեկը, որ նրանք կարողանան ավելի բարձր պահել հայ ազգի պատիվը, ավելի մեծ մասնակցություն ունենան, որ մեր հայությունն էլ եւ դրսում թե ներսում նայելով, որ մենք իրոք հաղթող ենք, մենք ուժեղ ենք, մենք կարողանում ենք դա ապացուցել ամբողջ ազգին։ Ովքեր կարողանում են մեր մարզաշխարհի պատիվը, Հայաստանի պատիվը բարձր պահել, իրենք արժանի են խրախուսման, պարգևատրման եւ ուշադրության։ Հայաստանի դյուցազնագրքի խմբագիրը, ինչպես նաև Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված մարզիկները վստահ են, որ Հայաստանի դյուցազնագիրքը բազմահատոր է դառնալու։ Շատ բարձրարժեք մարզական հանրագիտարան է, յուրահատուկ հանրագիտարան է, որը շատ կարևոր է։ Նախ այդ ռեկորդակիրների համար, հետո մեր ժողովրդի համար, որ տեսնեն, ճանաչեն, պատմությունը մնա, չանետանա։ Արդեն 20-րդ տարին անցավ Հայաստանի Հանրապետության դյուցազնագիրքը դուրս եկավ իր շնորհիվ պարոն Գագիկ Ծառուկյանի։ Գիրքը կմնա պատմության մեջ, գիրքը երևի նորից 2-3 տարում նորից կթարմանա։ Դյուցազնագրքի շնորհանդեսի վերջում լուսանկար դյուցազունների հետ ալբոմի համար։ Կարո Պողոսյան, Հովհաննես Քյոքչյան, Մեհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։